Բնությունն արտացոլված կտավներում։ Այսպիսի Ներշիրակի պետական համալսարանի կիրառական արվեստի բաժնում սովորող ուսանողների ջանքերով կազմակերպված ցուցահանդեսը։ Ստեփանավանում այս տարի բնության գրկում անցկացված պլեների ընթացքում են ծնվել այս նկարները։ Նկարիչի համար շատ կարևոր է բնության հետ շփվելով ուսանողները իրենց մտքի հղացումը, իրենց միտքը ստեղծագործական ավելի զարգացնում է, որը շատ անհրաժեշտ է։ Ցուցահանդեսի մասնակից Անդրանիկ Ներսիսյանը ծնվել եւ մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում։ Երիտասարդի խոսքերով գեղեցիկ ընկալումն ու բնապատկերների նկատմամբ սերը մանկուց է ծնվել։ Նա 7 աշխատանք է ներկայացրել։ Գնացել ենք Ստեփանավան, նկարել ենք այնտեղի բնությունը, ներկայացրել ենք տեսնելով գույներով ինչ-որ զգացմունքներ, փորձել եմ այդ արտահայտել։ Հիմնականը պլեներային աշխատանքներից են, նաև ունեմ գործեր մեր Գյումրվա տեսարաններից։ Ռայա Կիրակոսյանը երկրորդ անգամ է հնարավորություն ստացել իր աշխատանքները ցուցահանդեսի ներկայացնելու։ Ես փորձել եմ ինչքան հնարավոր է այդ գունային կաման պահպանել, պլեներային պրակտիկային համահունչ աշխատանքներ կատարել։ Հուսով եմ ստացվել են, օգտագործել եմ բացի ներկերից ուրիշ պարագաներ, ինձ թվում է գունային կամայից արդեն պարզ է դառնում, որ բնություն է։ Ստեղծագործական մոտեցում կար նկարների մեջ, այս ցուցադրված նկարների մեջ, կար մի ժամանակ, որ մի քիչ այլ կերպ էր ընկալվում, որ մանկարժական ինստիտուտ է, մի քիչ պրոֆիլն ուրիշ է, մի քիչ մոտեցումներն ուրիշ են, բայց հիմա մենք կամաց արդեն ուզում ենք մերժել այդ մոտեցումը, որտեղ այստեղ երեխեքը գալիս են նաև ստեղծագործելու, շատ կարևոր է, չեն դառնում միայն մանկավարժներ եւ մասնարարպես մանկավարժի համար չենք պատրաստում, եւ դրանք հիմնականում արված են բնության գրկում, պլեներ են գնում, մենք էքսկուրսիաներ, նաև ստեղծագործական պրակտիկա, որտեղ երեխան փորձում է բնությունից սովորել։ Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները Շիրակի համալսարան այցելողները կկարողանան վայելել մինչև փետրվար։ Հետո նախատեսվում է կազմակերպել նոր, ավելի ընդգրկուն եւս մեկ ցուցադրություն։ Լուսնե Պողոսյան, Հովհաննես Խաչատրյան, Օրագիծ։